Ողջույն, ես Աշոտն եմ, Ես Մարինն եմ, Ես Գահուր, Ես Լուսինեն եմ։ մեր տարածքի Խանջյանի անվան համալսարանի հիմնական դպրոցի 7-րդ A դասարանի աշակերտներն ենք և ներկայացնում ենք նախագծային աշխատանք աշխարհագրություն տարբերություն։ Մեր նախագծային աշխատանքի թեման է Երևանում համայնքի և բնության փոխհարաբերությունների օրինաչափությունները։ Մեր նախագծի նպատակն է խորացնել աշակերտների գիտելիքները մարդ-բնություն փոխհարաբերություններում և բարձրացնել համայնքի էկոլոգիական կրթության մակարդակը։ Նախագծի նկարագիր է։ Մենք կատարել ենք դասընթացներ ցածր դասարանի աշակերտների հետ, ունեցել ենք համացանցային էջ և պատրաստել ենք բուկլետներ։ Նախագծի վերջնարդյունքները մեկնաբանել կլիմայի փոփոխությունը, գնահատել կայուն զարգացման ապահովման հնարավորությունները և վերլուծել համայնքի արդի հիմնախնդիրները։ Այժմ խոսենք կլիմայի գլոբալ փոփոխության առաջացման պատճառները։ Դրանք բաժանում են երկու խմբի՝ բնածին և մարդածին գործոններ։ Բնածին գործոններից կարող ենք նշել, օրինակ, արևի ակտիվությունը, հրաբուխների ժայթքումը և այլն։ Մարդածին գործոններից հարկավոր է նշել նախ թունավոր գազերը, որոնք արտանետվում են տարբեր գործարանների և ավտոմեքենաների պատճառով, ինչպես նաև անտառահատում։ Սա երեխաների եզրակացությունն է մեր կատարած դասապլանային սեմինարներից հետո։ Քանի որ մենք փոքրիկ ենք, մենք շատ բան չգիտենք և մեր դասարանցիները մեզ պատմելով այդ թեմայի մասին, մենք այժմ իմացանք ինչպես կարող ենք օգտակարել բնության և այժմ է ծառերը։ Այսուհետ ես ավելի խնամքով կվերաբերվեմ բնությանը։ Մարդը բնության մասնիկ է և առանց բնության չի կարող ապրել։ Եկեք սիրենք և պաշտպանենք բնությունը։